Բարև ձեզ հարգելի բարեկամներ, առողջություն եմ ցանկանում։ Մեր հաղորդումը բավական երկար ժամանակ ընդհատվեց տեխնիկական պատճառներով։ Այսօր կխոսենք արևային հյուսակի մասին։ Արևային հյուսակը դա կենտրոնական նյարդային համակարգի սիստեմից դուրս գտնվող ամենաշատ մեծ նյարդային բջիջների կուտակումն է օրգանիզմում, որը տեղադրված է ստամոքսի անմիջապես հետևում։ Բացի պարասիմպաթիկ եւ զգայական թելիկներից, այս բջիջների կուտակումը նյարդային ունեն նաեւ այլ թելիկներ, որոնք նյարդավորում են, այսինքն ներվավորում են աղեստամոքսային ուղու, փայծաղի, երիկամների, մակերիկամի, գեղձերի եւ այլ օրգանների մկանային համակարգի անոթները։ Հարգելի բարեկամներ, երբեմն լինում են ուժեղ ցավեր, պետք է ուշադիր լինել եւ չանտեսել այդ ցավերը, որոնք կապված են արևային հյուսակի հետ։ Արևային հյուսակից առաջացած ցավերը տեղադրված են լինում սրտի գդալի տակ եւ պորտի շրջանում, որոնք ճառագայթում են դեպի ողնաշարը եւ ամբողջ որովայնը։ Ցավերը լինում են նոպայաձև, կտրող, ծակող բնույթի եւ տևում է մի քանի ժամ։ Այս զգայական գործընթացից բացի լինում են նաեւ այլ բնույթի երևույթներ, քանի որ աղեստամոքսային ուղու հետ է կապված, առաջանում է աղեստամոքսային ուղու, որկորի, այսինքն կերակրափողի, ստամոքսի եւ աղիքների սպազմ եւ լինում է սրտխառնոց, բխկոցներ, նողկանքի զգացողություն, փսխում, առաջանում է լուծ եւ միզարտադրությունը շատանում է։ Այս ցավերը կարող են ուժեղանալ նյարդային հուզումների եւ որոշ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով։ Նորից եմ կրկնում, պետք է ուշադիր լինել եւ պետք է ձեռնարկել որոշակի միջոցներ։ Այսօր ես ձեզ կասեմ մի քանի միջոցներ, դեղատոմսեր, որոնք դուք կարող եք օգտագործել եւ արևային հյուսակի այդ տհաճ զգացողությունից ազատվել։ Դրանք կարող են լինել նաեւ շատ հաճախակի։ Լինում են հատկապես այն ժամանակ սուր եւ քրոնիկ վարակային հիվանդությունների գոտկային շրջանը այդ գոտիկով ուժեղ կապելու հետևանքով, սկոլիոզի հետևանքով եւ ողնաշարը ծրված է լինում, որովայնային աորտայի լայնացման, ենթաստամոքսային գեղձի, կիստայի, որովայնի ավշային հանգույցների մեծացման հետևանքով, որոնք կարող են ճնշել արևային հյուսակը։ Լինում է նաեւ որովայնին բռնցքով ուժեղ խփելու կամ որևէ բութ գործիքի հարվածի հետևանքով, որը գրգռում է անմիջապես արևային հյուսակը եւ այս ցավերը կարող են շատանալ, կրկնվել եւ սկիզբ դնի արևային հյուսակի բորբոքմանը։ Ուրեմն բուժման համար կարող եք վերցնել բարդու եւ յասամանի բողբոջներ, 2 ճաշի գտալ, լցնում եք կես լիտր եռման ջրի մեջ, դանդաղ եփում եք 10 րոպե, սառելուց հետո քամում եւ խմում եք կես թեյի բաժակ, օրը 4 անգամ խախտած վիճակում։ Շատ արդյունավետ է նաեւ քաջվարտը պիոնն է, քաջվարտի արմատները 2 ճաշի գտալ, լցնում եք կես լիտր եռման ջրի մեջ, թրմում եք փաթաթած 2 ժամ, խամում եւ խմում եք 50 մլ օրը 4 անգամ խախտած վիճակում։ Արդյունավետ է նաեւ լորենու եւ մորու տերևները 2 ճաշի գտալ, լցնում եք կես լիտր եռման ջրի մեջ,
դանդաղ եփում եք 5 րոպե, սառելուց հետո քամում եւ խմում եք 50 մլ օրը 4 անգամ խախտած վիճակում։ Արդյունավետ է նաեւ առյուծակու, խնկածաղիկի եւ կատվալեզվի ծաղիկները։ Կատվալեզուն դա չերեդան է, չշփոթվեք, ամեն մեկից 2 ճաշի գթալ լցնում եք կես լիտր եռման ջրի մեջ, դանդաղ եփում եք 5 րոպե, սառելուց հետո քամում եւ խմում եք 50 մլ օրը 4 անգամ խախտած վիճակում։ Այսքանը արևային հյուսակի բորբոքման մասին, ձեզ առողջություն եմ ցանկանում, ուզում եմ ցույց տամ ձեզ իմ քսուկները, քսուկներից մեկը, վերջի քսուկը դա Կարինե քսուկն է, որը շատ հանրահայտ է դարձել, մյուսը Անահիտն է եւ Մարիա քսուկները։ Կարող եմ ձեզ ցույց տալ, կարմիր գույնի է Անահիտը, ձեզանից շատերը արդեն ճանաչում են Անահիտը, Մարիա քսուկը բաց վարդագույն գույնի է, իսկ Կարինեն այսպես սպիտակավուն է։ Հարգելի բարեկամներ, այս քսուկները բոլորը կոսմետիկ գեղարարական քսուկներ են, որը միայն դեմքի մաշկի համար չէ, այլ ընդհանուր բոլոր մաշկի բոլոր տեղերում կարող է քսել, ունեն ցավազրկող հատկություն, հատկապես Կարինե քսուկը օգտագործում են նաև հոդային հիվանդությունների, նյարդային եւ մկանային ցավերի ժամանակ անմիջապես վերացնում է ցավը, հոդերին տալիս է վերականգնում է առանցքականությունը եւ վերացնում է ցավերը։ Շատ հեշտությամբ ներծծվում է, անմիջապես քսելուց հետո այն ներծծվում է մաշկում եւ տալիս է իր էֆեկտը, արդյունավետ էֆեկտը։ Այսօր այսքանը, առողջություն եմ ցանկանում, մինչ նոր հանդիպում։ Եթե կունենաք հարցեր, կարող եք դիմել թեմային վերաբերվող, իսկ եթե չէ, տեղեկատվության եւ բուժման համար Պուշկինի 38 ցտեսություն, մինչ նոր հանդիպում։